Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ կանանց միամսյակի ընթացքում մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր հյուրերը ինչ-որ կարևոր մի բան մեր յուրաքանչյուր հետևորդի եւ հենց մեր մեջ կարողանան փոխել։ Տարբեր ասպարեզներում կարող է մարդը ստեղծագործել կամ աշխատել եւ այստեղ կարողանա իրականում իր շուրջը այդ էներգիան ու մոտիվացիան տարածել։ Բայց ինչքան էլ որ ժամանակները տեխնոլոգիական են, միևնույնն է, հա, գրականության հոգեվորի հետ կապված մի ոլորտ կա, որի ազդեցությունը որևէ ժամանակում հնարավոր չէ ինչ-որ միավորներով չափել։ Տպավորություն է, որ մեր ժամանակներում գրքի, գրականության մարդիկ մի քիչ ավելի ուրիշ կերպ են կարողանում տեսնել իրականությունը եւ կարծես ինչ-որ առումով մեզ հնարավորություն են տալիս աշխարհին բաց աչքով նայել։ Միշտ չէ, որ մենք կարողանում ենք այդ ժամանակը գտնել, հա, այդ բաց աչքով նայելու հնարավորությունը, բայց ինձ համար միշտ ու շատ կարեւոր է լինում, երբ մենք կարողանում ենք տարբեր ժամանակներում իսկապես զրուցել կանանց հետ, հատկապես կանանց հետ, ովքեր կարողանում են գրականության միջոցով այս ամենաուժեղ զենքով աշխարհում ինչ-որ բան փոխել։ Այսօրվա մեր հյուրը իսկապես ինձ համար շատ սիրելի է, որովհետև ես, որ առիթ եմ ունեցել կարդալու, լսելու նրա նաև ստեղծագործությունները ոչ նոր, ես վստահ կարող եմ ասել, որ հոգեբանական շատ հետաքրքիր ու շատ հզոր մի գիծ կա այստեղ, կարողանում ես դու կարդալ ու հասկանալ, որ քեզ համար անհնարին ոչինչ չկա, որ ամենադժվար կետում անգամ կա շատ մեծ ճանապարհ դեպի առաջ գնալու։ Սիրով այս պահին Elroom-ում ուզում եմ նաև ձեր անունից ողջունել մանկությունս վերապրելիս, բայց ես ուզում եմ ներկայացնել հենց որպես գրող, նաև հիմա արդեն երգչուհի, արվեստի մարդ, իսկ մասնագիտությամբ նաև GH հաշվապահական ընկերության HR մասնագետ Մարիա Լայշյանին։ Ես շատ ուրախ եմ, Մարիա, որ առիթ ունենք հանդիպելու, ճիշտն ասած ես ձեզ որպես գրող եմ ճանաչում, բայց գիտեմ, որ դուք մասնագիտությամբ հոգեբան եք։ Այո։ Շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում դժվար է այս ոլորտը ընտրել եւ կանայք ավելի քիչ են ընտրում, ես հասկանում եմ, որ դուք ձեր գրականության միջոցով իրականում հնարավորություն կարող եք բացել շատերի համար աշխարհի լուսավոր կետերը ուղակի տեսնել։ Այո, շնորհակալ եմ Լիլիթ ջան նախ հրավերի համար եւ նախ շնորհավորում եմ կանանց միամսյակի առթիվ ցանկանալով, որ իրենց կանացի էությունը ծաղկի պես տենց շերտերով բացեն, ավելի ներհայեն, իրենց ներաշխարհի գեղեցկությունը կարողանան արտաքին աշխարհում ինչ-որ ձևերով ռեալիզացնել ու երջանկանալ։ Այո, շնորհակալ եմ շատ, ես էլ եմ ուզում շնորհավորել Մարիա ձեզ։ Միամսյակի բոլոր օրերի մեջ ասում են, այդ հնարավորությունը ունենք շնորհավորելու եւ մի պահի հետ նայելու, հասկանալու, արդեն ունեցածը, հա, գնահատելու ու հնարավորություն նաեւ ունենալու ներսում մեծ ծրագրեր կազմելու։ Գրել փաստորեն սկսել եք վաղուց։ Գրել մանկության տարիներից եմ հենց գրել, փոքրիկ բանաստեղծություններ, դպրոցական տարիներին պատմվածքներ, բայց չգիտես ինչու ավելի շատ ոնց որ գրում էի, հաջորդ պահին ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ պատռում էի, բայց արդեն վերջին երևի 10 տարիների ընթացքում երբ որ ոտքերից տակի հողը ամրացավ, ավելի կայունացա, ինքս ինձ հավատացի, վստահեցի, որ հասկացա յուրաքանչյուրից ներշում շատ մեծ ներուժ կա դրված ի վերուստ, երբ դա ճանաչում ես եւ ընդունում ես, սկսում ես համագործակցել այդ ուժի հետ եւ այդ ուժը քեզ անդադար առաջ է մղում, մնում է վստահես ու հավատալով առաջ գնաս։ Այդ ժամանակից արդեն գրեցի։ Բայց դուք կարողանում եք մարդկանց երևույթները շատ տարբեր կողմերից տեսնել։ Ես փոքր պատառիկներ, որ ձեր էջում սոցիալական հարթակում, հա, տեսել եմ, ես հասկանում եմ, որ դուք ոչ թե միայն մի կողմից եք կարողանում մարդու էությունը բացահայտել, այլ մարդուն տեսնում եք տարբեր կողմերից։ Սա գուցե հոգեբանի մասնագիտության հետ կապ ունի, բայց երևի նախ եւ առաջ գրողի էության հետ կապ ունի, Մարիա։ Հավանաբար ես շատ եմ սիրում մարդուն, մարդ տեսակը եւ մարդկային հոգին,
ինձ համար անասելի հետաքրքիր է եւ բացահայտելը անդադար ամեն օր երբ որ ասում են մարդու կողքին ձանձրանում ես ես ձանձրանալ չգիտեմ չկա մի մարդ որ չունենա իր հետաքրքրությունները այն սպիները որ հետք են թողել իր վրա դրանք ինձ համար գեղեցիկի ամենայուրահատուկ բնորոշումն է երբ որ ամեն մեկը դա իր ներսում թե արտաքինում ունի ու սիրում եմ դեռ փորփրել, գտնել, լուծումներ գտնել, շատ հարցեր են առաջանում, դրանք ինձ հետաքրքիր են ու փորձում եմ հասկանալ այդ մարդուն, ցանկացած իրավիճակում հասկանամ ինչի արդյունքում է ինքը այդ արարքը գործել կամ այդ հոգեվիճակում հայտնվել միշտ սկզբնաղբյուրին եմ գնում։ Այո, արմատին, միշտ արմատին, հետաքրքիր համեմատություն արեցիք սպին, այսինքն գնահատելը, սա էլ է հենց այդ նույն գիծը, որովհետև ըստ էության այդ արտահայտությունը, չէ, որ սպին էլ վերքի հիշողությունն է։ Այսինքն դուք շատ կարևորում եք հիշողությունը, որտեղից ենք սկիզբ առել, եւ հետաքրքիր է, որ նաեւ մանկությունս վերապրելիս ձեր գիրքը, առայժմ առաջին գիրքը Այստեղ էլ է ամեն ինչ սկսվում արմատից։ Եթե դու չգնաս ու չճանաչես քո արմատները, այն ծառը, ոնց որ այն հողի մեջ որ սերմը դրել են, հետո ժամանակա պետք եղել, որ այդ մթության մեջ ինքը սկսի աճել, դեպի լույսը ձգվի։ Գրքում կոնկրետ անդրադարձ եմ կատարել հենց այդ տոհմի գաղափարին, որովհետև մենք հիմնականում կարծես թե կրկնում ենք մեր ծնողների կամ տատիկ-պապիկների կյանքի սցենարը, բայց երբ որ ինչ-որ մի պահի դու մտածում ես, լավ, որտեղ եմ ես, ով եմ ես, հիմա ես անդադ այդ կրկնողն եմ, թե ինչ-որ մի բան, միտեղ ես անհատականություն եմ, ինքնությունդ գտնելու համար, սկսում ես քեզ կառուցել։ Երբ ես սկսեցի այդ կառուցելու աշխատանքը, հասկացա, որ շատ բաներ իմ մեջ ներդրվել են, այսինքն փոխանցվել են, վերագրել են, որ ես այսպիսինն եմ, այնպիսինն եմ, այն իրական Մարիային գտնելու համար պետք է սենց մի հատ ֆիլտր անել, ու այդտեղ ոնց որ իմ հիշողություններն են, ապրումներն են, որ յուրաքանչյուրի կյանքում էլ մանկությունը շատ հիմնային ազդեցություն ունի հետագայի իրենց թե խնդիրների, թե հենց երջանկության, ամեն ինչի վրա, ոնց որ հենց սերմերը մանկությունում են դրվում, ասենք առաջին բաժանում, առաջին վախեր, առաջին այդ թեկուզ երջանկության, ուրախության ապրումները հենց սկսվում են մանկությունից եւ դրանք շատ կարեւոր կետեր են նամանանդ կնոջ կյանքում երբ որ դու սնուցվում ես այդ պորտալար ասվածը որ նախատատիկից, տատիկից, մայրիկից հասնում է քեզ դու հասկանում ես որ այդ նույն օվկիանոսից եք բոլորդ էլ սնվում եւ այդտեղ կարեւոր է թեկուզ կանացիությունդ ավելի հղկելու այդ մարմարը ավելի շատ հղկելու համար պետքա որ դու ճանաչես, մինչև դու չճանաչես, ասենք ինչերի միջով են անցել քո նախատատերը, տատիկները, մայրիկները, պիտի հասկանաս այսօր դու ենթադրենք թե ես ինձ բռնացնում եմ շատ դեպքերում այն բանի վրա, որ այս վախը նոր չի իմ մեջ, ինչ որ մի բանից օրինակի համար ու վերջերս խորացել էի, հասկացա, որ օրինակ նախատատիկս, որ տեսել է համաշխարհային պատերազմը ու կորցրել է այնտեղ եւ ամուսնուն եւ այնտեղ պապիկիս ոնց որ եղբորը իր զավակին այդ շատ վախերը կորստի կամ սովը որ տեսել են այդ միայնության վախը անընդհատ դրանք ոնց որ ավելի շատ այնտեղից են սերում գալիս են հա որովհետեւ ներկա պահին ես ապրում եմ ենթադրենք ավելի ապահով բարեկեցիկ կյանքով այդ վախերը պիտի որ ինձ չհետապնդեին բայց սաղմնային ինչ որ մի կետում ոնց որ դրանք պահպանվել են ու փոխանցվում են Ես ոնց որ որոշեցի ճանաչեմ, հասկանամ աղբյուրը, որ հետո կարողանամ վերափոխել դա, որովհետև օրինակ սիրում եմ Դոստոևսկին, երբ որ ասում է ցավը մեզ ազնվացնում է, հիմա եթե ցավի միջով անցել ենք,
պիտի այսինքն այդ ցավը բարու ու լույսի ծնունդ տա, ոչ թե ավելի անկումային բաներ տանի մեզ։ Այս գրքում կոնկրետ ոնց որ այդ եւ ցավն է, եւ կարոտն է, եւ հիշողություններն են, այդ ամեն ինչը կա, բայց հիմնայինը սերն է ու լույսն է։ Առհասարակ գրականության մեջ Ձեր Մարիա հիմքը սերն է եւ հետաքրքիր է որ այսպես ոգեշնչող սեր է, այսինքն զգացմունքը, որը չի կոտրում, հա, այլ դեպի առաջ է մղում։ Առաջ մղող ուժը։ Այսինքն մանկությունս վերապրելիս այս գիրքը, որ ձեր կարծես այսպես մանկության եւ մինչեւ այսօր այդ հուշերի վրա շատերի համար կարող է լինել, շատերը կարող են իրենց հարմար, իրենց նման իրավիճակներ գտնել ես։ Հա, ես սիրում եմ իմ ընթերցողներին, որովհետև մեծամասամբ նամակներ եմ ստանում, այդ անմիջական կապը լինում է, ինչի համար շնորհակալ եմ։ Կարդում են ու ասում են, այս ինչ հատվածը ես էլ եմ ունեցել, բայց ես մոռացության էի մատնել, կամ չէի կարևորել, կամ կար մի կարոտ, որ ես կարդացի ու այս ինչ պահին զգացի, որ այնքան եմ զգում դրա կարիքը, կամ տվյալ մարդու, կամ չգիտեմ, անգամ ուտելիքի բույրերից սկսած, որ մեր մեծ մնում են, հա, այդ ամեն ինչը մարդկանց մեջ հիշողություններ է արթնացնում, սկսում են հետ հայաց գցել, հասկանալ, որ վերջի վերջո ինչ որ տեղից գալիս ենք։ Յուրաքանչյուրի պատմությունները խնամքով պահպանում եմ, այդ հետադարձ կապերը շատ եմ սիրում, երբ որ խոսում ենք, կամ ենթադրենք, թե հենց ոգեշնչելու առումով, օրինակ ես մեծամասամբ ավելի շատ ոչ թե ճանաչում ձեռք բերի, այլ թե ովքեր ոգեշնչվեցին դրանից։ Այսինքն ասելիքը, հա, ասելիքը, այս գրքի ասելիքը բոլոր նրանց, ովքեր արդեն հնարավորություն ունեցել են կարդալու, կարելի է ասել, որ ընկալել են, իրենք իրենց համար ինչ որ կարևոր բան վերցրել են։ Այդ հետադարձ կապը դրա մասին է խոսում։ Հետադարձ կապը, հա, դրա մասին էլ խոսում է, որովհետև եթե յուրաքանչյուրը իմ պատմության մեջ, նու իմ չասեմ, էգոիստական կհնչի, որովհետև այստեղ հավաքական կերպարներ են։ Ճիշտ է, ես ընտրել եմ ես տատիկս, բայց այդ տատիկը ոնց որ բոլորի տատիկը լինի։ Եթե մեկը կարդում իր տատիկին իմ տատիկի մեջ գտնում է, դա նշանակում է դա մեր բոլորինն է։ Ուղղակի խտացրել եմ գույները, երանգները, այդ կերպարի առանձնահատկությունները, որ կարդալիս անգամ փոխանցվում է, ոնց որ այդ տատիկին ազգում, ինքն իրան է հիշում մանկության տարիներին էլի, ու ասենք այդ բույրերը, զգացողությունները, ապրումները, վախերը։ Ասում են, որ գրականությունը պիտի ապրեցնի եւ ինչ որ մի գործողության մղի։ Ձեր գրականությունը, բայց ես այստեղ ուզում եմ առանձնացնել նաեւ ոչ միայն, այսինքն այդ հոգեբանական իմաստը, բովանդակությունը, այլև ձեր գրիչը շատ հետաքրքիր ու շատ այսպես նուրբ մի երանգ ունի, հա, կարծես ուղիղ սրտին գնացող ինչ որ մի երանգ ունի։ Դե բոլոր ճանապարհները դեպի սիրտ են բերում, բոլորն էլ սրտից են գնում, հա։ Իսկ ազդեցություն, որոշակի ում ազդեցությունն եք զգում ձեզ վրա։ Դե քանի որ լորեցի եմ, առաջին ազդեցությունը դա մեր նախապապիկ Հովհաննես Թումանյանն է։ Իր հեքիաթների ներքո ես մեծացել եմ, բայց նաև շեշտեմ իմ տատիկի հեքիաթները, որոնք բացառապես երևակայական հեքիաթներ էին, ինչ որ հոգիների, ոգիների, նույնիսկ այդ պլանում, սենց որպես երեխա ինձ շատ տպավորել էին ու այդ երևի երևակայություն ասվածը հենց տատիկից է փոխանցվել հայրական, վառ երև ինքը տեսնում էր մի բան, որ դեռ չկար օրինակ, գույներ, համեր, կերպարներ, սենց այնքան տեսանելի էր պատմում, որ ոգևորվում ենք, մեզ թվում էր, որ դա իրականում եղել է, գոյություն ունի։ Պատկերացնում եք դուք ձեր ընթերցողին եւ ում եք տեսնում, կարող եք նկարագրել ձեր ընթերցողին։ Առաջինը օրինակ երևի հենց մեծահասակներին, այդ տատիկ պապիկներին շատ է լինում, որ կարդում են ու ենթադրենք գրում են մեզ ավելի արժևորված, գնահատված զգացինք։ Դպրոցական տարիքի երեխաներն են նաև մեծամասամբ կարդում, ովքեր տենց մոտիվացիայի, ոգեշնչվելու կարիք ունեն, որ ինչ որ մի բան կստացվի,
որ նորից փորձեն, այդ երազանքը դառնա նպատակ ու դա իրականանա, հա, այդպես այդ տարիքի երեխաներն են շատ գրում։ Դե առհասարակ կանայք շատ են։ Կանայք, չէ, կանայք։ Կանայք, բայց ասեմ, որ հետաքրքիր ձևով ինձ տղամարդիկ են նաև գրում, որ իրենց կյանքի առաջին գիրքն է եղել, որ սկսել եւ ավարտել են։ Այո, որ եւ ավարտել են, որովհետեւ շատ իսկապես այդպես է, Մարիա, շատ սահուն, հա, այսպես չծանրացնող գրիչ ունեք։ Սա իրականում շատ կարևոր մի բան է գրողի համար, ես ինչու եմ հենց սկզբից գրողի ասում, այս բառը ես չեմ սիրում շատ շռայլել, բայց այդ գրիչը իրականում, երբ ինքը կարծես սկզբից մինչև վերջ առանց հենց դրայզերի մոտ այդպիսի միտք կա, հա, խազելու, առանց խազելու, երբ գնում ես, անշանակում է ստացված գործ է, այդպես գրված գիրքը նաև այդպես էլ ընթերցվում է, կա, չէ, գրախանութներում կարելի է ձեռք բերել։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, մենք միշտ մտածում ենք մարդկանց նվիրել մի բան, որը նրանց համար կարևոր է, որը նրանց դրական էմոցիաներ կտա, որը նրանց հնարավորություն կտա իսկապես ինչ-որ ուրախ պահեր ապրել։ Գիտեք, ապրիլի 7-ը առջևում է եւ բացի դրանից բոլոր օրերի մեջ իսկապես կարելի է տոներ տեսնել։ Ես ուղղակի ձեզ առաջարկում եմ նվիրել Մարիա Լայշյանի «Մանկությունս վերապրելիս» այս գիրքը, որը գրախանութներում կա։ Բացի այդ, ես իմացա, որ նաև Wildberries-ի միջոցով այս ցանցում էլ կարելի է պատվիրել։ Գիտեք, կանանց համար սա ոչ միայն կանանց, բայց երևի իրականում շատ կարևոր մի բան է, որովհետև իրենք շատ հեշտությամբ կկարդան եւ այստեղ ոչ միայն իրենց մանկությունը, իրենց կարժևորեն կգտնեն, այսինքն կանանց համար միշտ հաճելի է իրենց պատանեկության, հա, երիտասարդությունը հիշել եւ հասկանալ ինչը կարելի է փոխել, որպեսզի այդ դրական էմոցիաները առջևում նույնպես շատ լինեն։ Ես կարծում եմ, որ հրաշալի նվեր է եւ եթե մենք ուզում ենք մարդուն իսկապես մղենք հաղթանակների, որպեսզի երջանկության այդ զգացողությունը ունենա, հասկանա, որ ինքը եզակի է, որովհետեւ ինքը մարդ է եւ ունի սիրտ, ինչպես ասում են, այդ դեպքում հրաշալի նվեր է։ Ես վստահ կարող եմ ասել, որ բոլոր մեր հետևորդները, ովքեր նայում են, ում որ նվիրեք, դուք անպայման այդ արձագանքը կստանաք, որովհետև եւ որպես իրական գործ եւ որպես մոտիվացիայի մեծ աղբյուր շատ արժեքավոր է։ Մեզ անընդհատ թվում է, որ մենք ոչ մի բանի ժամանակ չունենք, դուք չեք հասկանա, թե ինչպես կարճ ժամանակում իրականում այս գիրքը կհասցնեք ավարտին, որովհետև այն ուղղակի, ինչպես ասում են, լարերի նման, հա, ջութակի ձեր սրտի հետ այսպես ներդաշնակ խոսելու հնարավորություն ունի։ Մարիա, դուք արվեստը ուրիշ կերպ եք ընկալում, այս ամեն ինչը գալիս է ձեր ներսից, որովհետև ես գիտեմ, որ նաև դուք երգում եք։ Այո։ Ինչպես որոշեցիք այս ուղղությունը ընտրել, այսինքն արվեստը դուք ընկալում եք որպես մի այսպես ամբողջություն եւ ձեզ համար այս ուղղությունները բոլորը շատ հարազատ են, ներդաշնակ են ձեր էության հետ։ Հա, իրականում երևի մեկը մյուսի շարունակությունն է։ Ես մտածում եմ, որ եթե Աստված ոնց որ այդ արարչագործության սերմը յուրաքանչյուրիս ներսում դրել է, պետք չէ քնեցնել։ Ես օրինակ երկար տարիներ քնեցրել եմ եւ գրելու առումով եւ երգելու, որովհետեւ ձայնը ենթադրենք թե ինչ որ մի օրում չի դառնում ձայն։ Ինքը եթե ծնվում ես, արդեն քո մեջ լինում է, պետք է ոնց որ ընդունես, հաշտ լինես, հետո հղկես, ինչ որ ճանապարհ անցնես։ Հիմա փոքր ժամանակ ես երգում էի, էդ էլի տատիկիցս եմ ժառանգել, ինքը ցանկացած առիթի դեպքում ճաշ պատրաստելիս կլիներ, թե հողագործությամբ զբաղվելիս, ինքը անդադար երգում էր, այսինքն այնպես չէր, որ պիտի բեմի վրա կանգներ, նոր հանդիսավոր երգեր, այդ երգը իր ապրելակերպն էր։ Պարզապես եկավ մի շրջան, երևի դեռահասության շրջանը, որ իմ ձայնի հետ անհաշտ էի,
քանի որ ինքը մի քիչ ալտային ձայն է, մենք ես սովոր ենք կամ մեզ վերագրում են, որ աղջիկները պիտի ավելի բարակ ձայներ ունենան, բայց շատ հետաքրքիր տեմբր ունի ձեր։ Ես էլ դրանից ներփակվել էի ավելի, հա, բայց էլի երբ որ գրելը սկսեցի, ոնց որ դրան զուգահեռել համընթաց նաև երգելը։ Հասկացա, որ արդեն պետք է ինչ-որ կոնկրետ հիմք ունենամ, բազային, այսինքն եթե որևէ բանով զբաղվում եմ, հնարավորինս պատասխանատվությամբ զբաղվեմ, չասեմ, որ ես ինձ սրանով օժտել են ու վերջ։ Եվ գնացի արդեն Ջիվանու անվան աշխուղական դպրոց, որտեղ շատ երջանիկ եմ, որ կյանքիս մեջ այնպիսի ուսուցիչներ են ինձ հանդիպել, ովքեր ինձնից էլ առաջ տեսել են, թե ինչ կա իմ ներսում ու օգնել են դա զարգացնել, մաքրել։ Ուսուցչուհիս Գայանե Եսայանը ասում է, որ ոսկին ինչպես են հանքից բերում։ Ինքը ամբողջությամբ պետք է կեղտոտ, ցեխոտ, հա, ով կասի, որ դրա մեջ ոսկի է, նույնն էլ ձայնն է ասում։ Հիմա քո ձայնը դրան է նման, երբ որ դու անտեսում ես, ինքը սկսում է տես կեղտոտվել։ Հիմա արդեն սկսեցինք աշխատել, բավականին հղկվեց, հա։ Արդեն 3 տեսահոլովակ ունի։ Հա, արդեն 3 տեսահոլովակ ունի։ Վերջին տեսահոլովակը, հա, կռունկները այս երգի մեջ կարծես արդեն այդ հղկման ինչ որ մի ուրիշ փուլեր անցել, չէ՞ ձայնը, թե մատուցման ձևներ։ Հետո ինքը կոմպոզիտորական ստեղծագործություն են, մյուս երկուսը աշխուղական են։ Հա, այստեղ ավելի նրբացած, ավելի տենց քնքուշ երանգների մեջ է ու ինքը ոնց որ մի ամբողջ զգացմունք էլի ներկապնակ լինի եւ տեսահոլովակն է այդպեսին ստացվել։ Երգելը միշտ նմանեցնում ենք ոնց որ եկեղեցու խորանին, որ ձայնը ինքը, այսինքն եթե նվագելիս դաշնամուրն է գործիքը գրելիս ենթադրենք թե այդ գրիչն է որ քեզ օգնում է երգելու դեպքում հա ձայնալարերը տեն աշխատում բայց ոնց որ եկեղեցում այդ խորանից դուրս է գալիս այդ լույսը, խունկը, խնկաբույրը։ Արվեստը շատ է ձեր ներսում, ձեր շուրջը, բայց կարծես այսպես ռեալիզացնելու շատ ուղղություններ ունեք դուք։ Ընտրություն պիտի կատարեք, թե բոլոր ուղղություններով շարունակեք, որովհետև ես օրինակ ես չէի ուզենա, որ գրելը թողեիք։ Հա, չէ, մեկը մյուսին բնավ չի խանգարում եւ ընտրելը Ես չեմ ընտրել գրելը, ես չեմ ընտրել երգելը, ոնց որ իրենք են ինձ ընտրել, ինձ մնացել է քայլ անեմ, ընդունեմ, որ դրանք իմն են, այ դրանք այդ շնորհներն են, որը գրքի մեջ էլ նշում էի, որ յուրաքանչյուրից մենք ժառանգում ենք, պարզապես պետք է հավատալ։ Ես շատ մարդկանց գիտեմ, որ այդ նույն ձայնը ունեն, երգում են, բայց չգիտես ինչի լրիվ ուրիշ բանով են զբաղվում, չեն կարևորում, մտածում են, դե հա, երգում ենք, էլ ինչ մի ես ինչ բարդ բան է կամ ինչ օրինակ։ Բայց հենց քեզ դա է տրվել։ Յուրաքանչյուրից ոնց որ մի շնորհ տրված է, յուրաքանչյուրս մի առաքելություն ունենք իրականացնելու, լավ կլինի ինչքան շուտ դա հասկանանք, այնքան ոնց որ ավելի գեղեցիկ կհամագործակցենք այդ տիեզերականի հետ ու կկարողանանք իրականացնել այդ առաքելություն ասվածը մեր փոքրիկ քայլերով կգնանք առաջ։ Մարիա, բայց շատ լավ բան նշեցիք, տիեզերական, այսինքն պիտի կարողանանք հասկանալ առաքելությունը։ Դու կարող ես ունենաս շատ լավ ձայն, բայց դու չունենաս ասելիք։ Այդ ի վերուս տրված այդ նուրբ զգացական բանը, սա է բացառիկը։ Ես սրտով ապրող մարդ եմ, ոչ թե մտքերով, եւ հետևում եմ իմ բոլոր զգացողություններին, սիրտը դա ոնց որ զգացմունքը չի, շատերը շփոթում են, հենց այդ քո բնույթին դեպի տանող, էությանը տանող, էլի, այն ամենահիմնայինն է։ Կարող եմ ես այսպես շատ բազմազան լինել, չգիտեմ, երգերն ա գրելն ա եւ այլն, բայց այն ներքին պլանում Մարիան ոնց որ միագույն է։ Ու շատ ներդաշնակ է, ինքը շատ տենց բաներ չի էլի, սենց վայ SM, չէ, դրանք սոցիալական դերեր են ինչ-որ առումով, որոնք ես հիմա իրականացնում եմ, բայց ամենախորքում, այդ էության մակարդակում, երբ որ զգացել եմ, շատ սենց միագույն ու շատ ներդաշնակ է ինքը, պարզապես մեր առօրյա կյանքը մեզ հաճախ խանգարում է, ոնց որ այդ աղմուկն այնքան շատ է լինում, որ մենք դրանից միշտ հեռվանում ենք, եթե մի պահ էլ
զգում ես, պիտի այդ զգացողությունը պինդ բռնես, որովհետև հաջորդ պահին քեզ մի լրիվ ուրիշ շապ կտանի կյանքը։ Երևի հենց սա է բանալին, Մարիա, որ այդ պարզ ընկալելի, հասկանալի մարդկանց հաճելի բոլորը իրենց տաքուկ են զգում քո, հա, օրինակ, նույնիսկ այն փոքր այդ մի քանի տող այդ գրականությունից հատվածները, երբ դու քո էջում տարածում ես, կարծես այսպես մարդիկ իրենց այսպես փափուկ, հանգիստ, հարմարավետ, ինչ որ տաքուկ անկյունում են զգում, որովհետև անկեղծ է ու ասելիքը միշտ գալիս են նույն կետից, սրտից։ Հա, երևի դա է, որովհետև ես միշտ ամենադժվար բանը ինքդ քեզ հետ անկեղծանալն է, երբ զգում եմ չի ստացվում դա ինձ հետ, բնականաբար դա մեծ աշխատանք է, այդ պահին ոչինչ չեմ անում, չեմ էլ փորձում ինչ շեղեմ որևէ բաներով, ուղղակի փորձում եմ լռեմ, լռության մեջ, ոնց որ ինքս ինձ գտնեմ, մի պահ խաղաղվեմ, երբ որ դա լինում է նոր ինչ-որ մի բան ստեղծագործեմ, ինչ-որ մի բան ինձնից ոնց որ պոկվի, դուրս գա, բայց այն պահին, երբ որ ես այդ անկեղծությունը չունեմ, այդ բացվածությունը ինքս իմ առաջ, ես համարում եմ, որ այդ ձևով պետք չի մարդկանց ինչ-որ մի բան տալ, դա շատ կեղծ կլինի, հա, կանեմ անելու համար, բայց ես դա չեմ ուզում։ Ունեք, ասենք, ինչ-որ մի գործ կամ մի հատված, մի բանաստեղծություն, որը իրականում շատ ձերն է, շատ այսպես այդ լռելու պահին, կամ այն պահին, երբ տպավորություն է, որ ինչ-որ մի բանի թելը կարծես կորցրած լինես, հենց այստեղից սկսում եք եւ սրանով նաեւ դրական դեպի այդ ճանապարհը, հա, փոքր քայլերը, որ ուղղությամբ պիտի գնան, սա եք բացում։ Կոնկրետ մի բանաստեղծություն, մի քիչ դժվարանում, երգ, որտեղից եկար դու անծանոթ սեր, սրտից մեջ լցրիր անմար կրակներ, դու ինձ երազով քո սիրո թասով, սիրո ջուր տվիր, ու այդ ջրի հետ սիրո հուր տվիր, սիրո հուր տվիր։ Բրավո, բրավո իրականում, Մարիա։ Այդ իմ վերջին երգն էր։ Ինձ թվում է սերը, ստեղ որ հարցադրումը կա, Աշոտ Շահյանն ասում է որտեղից եկար, բոլորին էլ այդ հարցը միշտ ուզում է ու պետքա բոլորն էլ այդ սիրո ճանապարհով անցնեն, ինքը շատ խորքային մի տեղից է գալիս, բայց նայած ով է վստահում դրան կամ ով է ուզում ճանապարհ անցնի այդ սիրո հետ, արդեն քչերը։ Արդեն քչերը։ Այստեղ պիտի շատ առիթներ լինեն, Մարիա, երևի, չգիտեմ, երեկոների, չգիտեմ, միջոցառումների, ինչ որ ձևով ձեզ հետ հանդիպման, հա, որովհետև այդ տարբերակում մենք իսկապես այս արագության, այս ժամանակում, երբ մեզ թվում է, որ պիտի հասցնենք ամեն ինչ անել, բացասական է, այսքան շատ է ի վերջո աշխարհում, ամբողջ աշխարհում, բայց հոգևոր մի կետ կա, որտեղ որ մենք մեզ հարմար ենք զգում, եւ ձեր շնորհիվ մենք այդ կետում, այդ անկյունում կարող ենք նաեւ լինել։ Ծրագրեր ունեք այդպիսի, ասենք, երեկոներ կամ ավելի հաճախ, ես գիտեմ, որ դուք շատ նաեւ մասնակցում եք գրքի հետ կապված տարբեր միջոցառումներին, գրքի տոներին։ Հա, օրինակ կոնկրետ շնորհանդեսի ժամանակ ցանկացա որ համերգային ծրագիր լինի, որ ես երգում եմ, ինձ համար ամբողջական կլիներ, ոնց որ գիրքը զուգորդվեր այդ մեղեդիների հետ, որովհետև գրքում էլ շատ հատվածներ կան երգերից, որոնք ես լսել եմ մանկության տարիներից, տատիկս շատ երգեր գիտեր, որոնք հիմա նույնիսկ չեն պահպանվել, եւ ես ցավով ափսոսում եմ, որ չեմ կարողացել նույնիսկ երգեր կան, ես իմ մոտ դա գրել, որ պահպանվեր, փոխանցվեր, հիմա դրանք մոռացվել են, ինչը հիշել եմ խնամքով գրքում տեղ են գտել, հա, դրա համար գրքի շնորհանդեսի ընթացքում ոնց որ համերգային ծրագիրը եղավ, շատ գեղեցիկ էր ինքը ստացվել, այնպես էլ աշխատում եմ մասնակցել միջոցառումների, եթե հրավերներ են լինում, սիրով ընդունում եմ,
Ներկա պահին ավելի շատ գրքի հետ կապված հրավերներ են լինում, գրքի քննարկումներ եւ այլն, հա։ Ինքս էլ օրինակ գրքամոլ ակումբ կա, այնտեղ անդամագրված եմ եւ ինձ համար շատ հաճելի է, երիտասարդներ ենք բոլորս ու քննարկումները մեր ցանկացած գրողի կամ ստեղծագործության, որը շատերիս համար նորություն է լինում, տենց աշխատում են չկրկնվող բաներ ընդգրկեն ծրագրում, այդ միջավայրը, այդ փորձի փոխանակությունը շատ կարևոր է ու շատ վարակիչ է։ Ես դրա համար միայն ուրախ եմ։ Մարիա, լավատես մարդ եք դուք ձեր տեսակով, դուք սիրում եք, այսինքն պատրաստ եք նաև այդ էներգիան բարությունը տալ։ Ես զգում եմ, որ լավատեսությունը այլ կերպ չենք կարող ապրել, որովհետև ցանկացած բանի վերջում այդ լույսը կա։ Ես դա միշտ տեսնում եմ։ Ցանկացած մութ իրավիճակում էլ, որ ես հայտնվում եմ, ես դա նախ ընկալում եմ որպես փորձություն ու այդտեղից ոնց որ ամուր մկաններով պիտի դուրս գանք, եթե ընկածենք, դա հավերժ չի, ոչինչ հավերժ չի, ամեն բան, ամեն պահի փոխվում է ու այդ վերափոխումը ես շատ եմ սիրում։ Օրինակ հիշում եմ հին Մարիային, ինչ որ մի ժամանակ առաջվա Մարիային, ես միշտ ինքս ինձ ոնց որ ինձ համեմատում եմ իմ մի քանի տարի առաջվա այդ դրա հետ ու հասկանում եմ, որ չէ, տես սա էլ հաղթահարեցիր, սրա միջով էլ անցար ու դա ինձ ձևավորում է, կերտում է, հենց այդ կառուցողական լինելը, որ ասում եմ անդադար սկսում եմ ինձ կառուցել ինչ որ ձևով նոր, այդ իրավիճակներն են օգնում։ Այսինքն համար սա եզակի բան է ու շատ կարևոր։ Հիմա կարելի է ասել դուք արդեն որպես հոգեբան Մարիա, այ կանանց մեջ շատ հաճախ հենց այստեղ է որ առաջանում է այդ իրենք իրենց չընդունելու, իրենք իրենց, չգիտեմ, մի քանի տարի առաջվա իրենց տեսակը մերժելու, այս վտանգավոր մի բան է, երբ դու չես կարողանում ուղղակի գնահատել, հրաշալի է, որ այս վերափոխումը եղավ, դու փորձում ես քո անցյալը կամ մի քանի երիտասարդ տարիները կամ մի քիչ ավելի ուրիշ իրավիճակում քեզ մերժել։ Չէ, ցանկացած պարագայում պետք է ընդունել։ Եթե չընդունես, հաջորդ քայլը չի լինելու։ Եթե այդ ընդունումը սրտով այդ ընդունումը մարդը չի անում ինքն իրեն, որ հասկանա, որ այս ինչ մի բանի համար սա ինձ պետք էր։ Ամենավատագույնն էլ որ եղել է, եթե այդ քաջությունը ունենաս, որ հասկանաս ուրեմն ինչ որ միտեղ ես եթե պիտի լինեի սա որ կամ պիտի ինձ տրվեր այս փորձությունը։ Մենք հաճախ Աստծոց խնդրում ենք ինչ որ բաներ, բայց մենք վերջն արդյունքը երբեք չգիտենք ինչ ճանապարհներով մեզ կտանի, որ սա լինի։ Երբ ընդունում ես սրտով, քեզ ավելին է տրվում։ Ու պետք չի ամաչել կամ մերժել այդ քո անցած բոլոր էտապները, այդ քո հին եսերը։ Դրանք պետք է հետ նայել, ժպտալ, ծիծաղել։ Ես էլ եմ եղել, սա էլ եմ արել, ես էլ ինձ հետ պատահել։ Բայց ես հիմա սա եմ, այ վերջում ընտրությունը դու ես կատարում, մնաս այնտեղ, թե գաս այստեղ։ Այ դա միշտ տրվում, այդ ազատ կամքը մարդուն միշտ տրվում է։ Դա պետք է ընտրել։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ։ Ձեզ հետ կարելի է անվերջ իսկապես զրուցել։ Ես կարծում եմ, որ իրականում այս գիրքը առաջին գիրքը Մարիա Լայշյանի, ես ուզում եմ, որ շարունակություններ լինեն, որովհետև ձեր մեջ ի վերուստ տրված ինչ որ բան կա, դուք կարողանում եք, հետաքրքիր է, մենք նույնիսկ մասնագիտականի մասին չխոսեցինք հոգեբանի, բայց սա էլ է ի վերուստ տրվել, որ դուք հենց այս ուղղությունը պիտի ընտրեիք եւ այսքան ներդաշնակ բոլոր այն ուղղությունները, հա, արվեստը, երգը, գրելը եւ հոգեբանությունը, սրանք բոլորը շատ եւ ի վերուստ տրված են, դրանցից յուրաքանչյուրի մեջ իսկապես երբնական այդ ուժը կա, նկատելի է, որովհետեւ հակառակ դեպքում դուք չեք կարող այդքան սիրուն ձեր շուրջը տարածել նուրբ բառերով, որպեսզի բոլորին հասկանալի ու ընկալելի լինի, բայց միևնույն ժամանակ դեպի սիրտը տանող այդ գիծը պահելով։ Ես ուզում եմ, որպեսզի ձեր մեջ անսպառ այդ էներգիան անընդհատ արարելու շատ
շատ լինի եւ արդյունքները, այսինքն գիրքը, տեսահոլովակներ, երգեր շատ լինեն, որովհետեւ դուք իսկապես աշխարհն ավելի բարությամբ եք լցնում, դուք կարողանում եք փոխել աշխարհը դեպի ավելի բարի, որտեվ դրա կարիքը հիմա կա։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Սիրելի հետևորդներ, մենք այսօր զրուցում էինք իսկապես հրաշալի պրոֆեսիոնալ մարդու հետ, հոգեբան, գրող, երգչուհի նաև, ով կարողանում է իսկապես արվեստի միջոցով, երբ ասում եմ, որ առաջ տանող ուժն է, իրականում արվեստի միջոցով աշխարհը փոխել։ Մենք դեռ առաջին գրքի մասին ենք խոսում Մարիա Լայշյանի «Մանկությունս վերապրելիս», ես ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, նշել, որ գիրքը գրախանութներում կարելի է ձեռք բերել, միևնույն ժամանակ Wildberries-ի միջոցով կարող եք պատվիրել, հրաշալի նվեր է։ Գիտեք, շատ թեթև, հեշտ բառերով, հանգիստ, ձեզ կարող է տանել ձեր մանկության բոլոր ուղիները, այնտեղից ինչ որ կարևոր բաները ձեզ հետ վերցրած դուք գաք այսօր։ Մենք ամեն անգամ ճիշտ գրքի միջոցով ու գրականության միջոցով այս ճանապարհորդությունը ճիշտ կատարելիս ու դեպի սիրտ գալով մենք իսկապես այս աշխարհում ինչ որ բան մեզ համար կարող ենք փոխել ու տեսնել։ Ասում են, որ ավելանում են դրական էմոցիաները, իսկ սա հնարավորություն է տալիս աշխարհում ամեն ինչի մի քիչ ուրիշ կերպ նայելու։ Այսօր մենք զրուցում էինք «Մանկությունս վերապրելիս» գրքի հեղինակ, գրող, հոգեբան, երգչուհի Մարիա Լայշյանի հետ։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ես կարծում եմ, որ շատ գործնական խորհուրդ արդեն տվեցինք, «Մանկությունս վերապրելիս» այս գիրքը գնեք, նվիրեք եւ կարդացեք, սա շատ բան ձեր ներսում կփոխի, իսկ ես ուզում եմ, որպեսզի մեր կյանքում իսկապես օրերը շատ լինեն, երբ մենք հնարավորություն ունենք իսկապես իրենց տեսակով ավելի հոգեվորը գնահատող ու արժևորող մարդկանց հետ շփվել, որովհետեւ այս դեպքում է, որ դու հասկանում ես, որ աշխարհում ամեն դեպքում ամեն ինչ հրաշալի է, կյանքը հրաշալի է եւ մեր ապրելու ժամանակը սա է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։